Բարի երեկո, դուք դիտում եք Ամեկ Պլյուսի IPF+ հաղորդումը, սկզբից օրվա ամփոփումը 120 վայրկյանում։ Ժողովրդավարությունը պահանջում է համագործակցության եզրեր գտնել ամենքի հետ եւ չբացառել ոչինչ։ Պաշտպանության նախկին նախարար Սերյան Օհանյանի շուրջ ձևավորված դաշինքին անդամակցած Պարույր Հայրիկյանը դեմ չէ նաեւ Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցելուն։ Անկախ նրանից անցյալում տարբեր խնդիրների հետ կապված մենք ինչ գնահատականներ ենք տվել այս կամ այն քաղաքական ուժին, գործչին, վերջին շրջանում մեր արած հիմնական շեշտադրումը հետևյալն է. ժողովրդավարությունը վերաբերում է Հայաստանի բոլոր քաղաքացիներին եւ բոլոր քաղաքական ուժերին։ Նոր քաղաքական մշակույթ կուսակցության նախագահ Անի Զախարյանն առաջիկա ընտրություններում ձայնը կտա հանրապետական կուսակցությանը։ Նա այդ որոշմանն է եկել, երբ միավորման առաջարկին այդպես էլ պատասխան չի ստացել ելք դաշինքից հայկական վերածնունդ կուսակցությունից։ Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցությունը այսուհետ տեսնելով ընդդիմադիր դաշտի դատարկությունը եւ անլրջությունը իր քաղաքական ուղին ուզում է տեսնել այն առողջ հանրապետական գործիչների հետ, ովքեր այսօր փոփոխությունների ճանապարհով են ուզում գնալ։ Կոռուպցիայի առումով մեր երկիրն անցյալ տարի հետընթաց է գրանցել 2005 թվականի համեմատ կոռուպցիայի ընկալման համաթիվը 35-ից դարձել է 33, որը Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը մտահոգիչ է համարել։ Երբ որ մենք ունենք այսպիսի համաթիվ, սա ենթադրում է համակարգային կոռուպցիայի առկայություն։ Աստանայում ընթացող Սիրիայի խաղաղության բանակցությունների վերաբերյալ հայկական կողմի չեզոքությունը շատ տեղին է եւ ճիշտ կարծում է արաբագետ Սարգիս Գրիգորյանը։ Նա խորհուրդ է տալիս Աստանայի բանակցություններից որևէ շոշափելի արդյունք չսպասել, քանի որ Հալեպում շարունակվում են բախումները։ Ընդհանուր համաձայնություն կողմերի միջև ձեռք չբերվեց։ Համաձայնության եկան ուղղակի կազմակերպիչ կողմերը, իսկ կոնկրետ որևէ փաստաթուղթ չստորագրվեց։ Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Facebook-ում հրապարակել է իր հայտարարությունը. Ես հեռանում եմ ՀՀԿ-ից, բայց շարունակելու եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ, քանզի համոզված եմ, որ ունեմ բավարար ուժ, գիտելիքներ եւ փորձ ծառայելու մեր պետությանը եւ ժողովրդին։ Շարունակելու եմ ապրել եւ աշխատել հանուն Հայաստանի, նշել է նախկին վարչապետը, այդպես էլ չասելով, թե ինչ պատճառով է նա հեռանում ՀՀԿ-ից։ Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի աղբյուրների համաձայն վարչապետ Կարեն Կարապետյանը եւս առաջիկայում կլքի ՀՀԿ-ն։ Ինքը եկավ եւ առաջին իսկ օրվանից իշխանական լրատվամիջոցները հարվածում էին իրեն։ Սերժ Սարգսյանը հասկացավ, որ 2017 թվականի ընտրություններում Հովիկ Աբրահամյանին չի կարելի թողնել իշխանության մեջ եւ բերեց Կարեն Կարապետյանին, որը ռեսուրս չուներ այստեղ, նշել է Արամ Հարությունյանը։ 2019 թվականին շահագործման կհանձնվեն Հայաստան-Իրան եւ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերը, որոնք լիովին նոր մակարդակի կբարձրացնեն Հայաստանի էներգետիկ համակարգը։ Նշված ծրագրերը թույլ կտան իրականացնել էլեկտրոէներգիայի տարանցումներ, սեզոնային փոխհոսքեր եւ փոխանակումներ, ինչպես նաեւ առևտրային այլ գործարքներ։ Այսօր հայտարարել է Սերժ Սարգսյանը Երևանում մեկնարկած էներգետիկայի շաբաթ 2017 համաժողովի բացմանը։ Օրվա լրահոսը։ ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանին անակնկալի է բերել Հովիկ Աբրահամյանի կուսակցությունը լքելու որոշումը, բայց եւ հասկանում է քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի։ Ունենք այն, ինչ ունենք։ Եվ պիտի ընդունենք, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ, յուրաքանչյուր անձ ազատ է իր քաղաքական գործունեությունը վարելու կամ շարունակելու կամ ընդհատելու հարցում։ Այնպես որ պարոն Աբրահամյանը ինքն է որոշել եւ դա իր իրավունքն է։ Ազգային ժողովի ընտրությունների շեմին Հովիկ Աբրահամյանը հստակ հասկացել է, որ ՀՀԿ-ում այլևս առաջ գնալու տեղ չունի։ Ես Հովիկ Աբրահամյանին գլխավոր ֆիգուրա չեմ տեսնում։ Նա իր երկեր բրծել է։ Նա շանս ուներ վարչապետ եղած ժամանակ լիներ ուրեմն եւ հասներ հիմա ընտրություններին հանրապետականի հետ, բայց ինքը որպես բնական խելքով օժտված մարդ ինձ թվում է դրա համար դուրս տեսա, որ շանս չունի եւ արագ հեռացավ։ Մի քանի օրից արդեն հայտնի կլինի, թե որ քաղաքական դաշինքին կմիանա Հովիկ Աբրահամյանը։ Բանակցությունները շարունակվում են։ Բանակցությունների մեջ է ոչ միայն նախկին վարչապետը։ Հայկական վերածնունդը թեև խորհրդարանական ընտրություններին որոշել է մասնակցել միայնակ, այնուամենայնիվ կուսակցությունում չեն բացառում, որ վերջին պահին կարող են մտափոխվել։ Այս ընթացքում նույնպես հանդիպումներ, բանակցություններ, քննարկումներ կան
դուրը փակ չի դեռևս։ Պետք է նաև հաշվի առնենք, որ նույն հայկական վերածնունդը էլի շուրջ 200 միավորների այսպես միավորում էր ծնունդեր, այնպես որ այս առումով էլ մենք որոշակի առումով նաև դաշինք ենք։ Ազատ դեմոկրատները նույնպես որոշել է որևէ ուժի չմիանալ, բայց եւ առանձին անհատների հետ բանակցությունների մեջ են։ Ցուցակը ներառելու է մեր գաղափարակից, մեր արժեհամակարգը կիսող, մեր հետ համատեղ նաև ինչու՞ չէ ճանապարհ անցած հասարակական եւ քաղաքական գործիչների, ովքեր որ տարիների իրենց փորձով ցույց են տվել, որ պահում են սկզբունքները իրենց։ Կուսակցությունների ներկայացուցիչների խոսքով իրենց ցուցակները պայմանավորված չեն նախկին պաշտոնյաների ընդդիմության շարքերը համալրելու հետ։ Կարևորն այն է, որ քաղաքական պայքարը չվերածվի անձերի միջև պայքարի։ Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալման ու Ադրբեջանին արտահանման Միսկի որոշման վերաբերյալ հապճեպ եզրակացություններ պետք չի անել։ Потому что всегда есть поговорка: поспешишь, людей насмешишь. А армян я всегда считал и продолжаю считать очень мудрой и очень вдумчивой нацией с очень древними корнями. Ադրբեջանը Բելարուսից պահանջում է Ալեքսանդր Լապշինին հանձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար։ Օրեր առաջ Բելարուսի գլխավոր դատախազությունը որոշում կայացրեց բավարարել Ադրբեջանի պահանջը։ Այս գործի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները դեսպանը խորհուրդ է տալիս փնտրել այլ տեղում։ Нет ничего проще купить билет, приехать в Минск в течение 5-6 часов и все вопросы снять разом, не муссируя их. Դեսպանն այսօր մասնակցում էր հայ եւ բելարուս գործարարների հանդիպմանը երկու երկրների առևտրաշրջանառությունը անցած տարի կազմել է $35 միլիոն։ Вы зайдете в специализированные секции наших магазинов, и вы увидите на полках широкое представительство армянских коньяков. Мы этим не ограничиваемся. Բելարուս գործարարները այսօր Հայաստան են ժամանել իրենց արտադրանքը ներկայացնելու ու սպառման շուկա գտնելու համար։ Мы когда-то сотрудничали с торговым домом Арбе, который представлен в Ереване, да, но последний 2016 год у нас сотрудничество не получалось. Мы решили приехать лично и посмотреть, почему не получается. Հայաստանյան կողմը ավելի արդյունավետ է համարում ոչ թե ներկրումն ու արտահանումը, այլ համատեղ արդյունաբերության զարգացումը։ Բելարուսական կապիտալով Հայաստանում հնարավոր է ստեղծել արտադրություն ու ապրանքն արտահանել երրորդ երկրներ։ Պրոբլեմի անկյունակարը իրենց բացատրած է, որ Հայաստանը փոքր շուկա է։ Պետք է միասին կոնսոլիդացնել ուժերը, դուրս գալ երրորդ երկիր։ Հայ եւ Բելարուս գործարարներն առաջիկա 2 օրերին կքննարկեն հետագա քայլերը գտնելու համար փոխշահավետ լուծումներ։ Քաղաքացին պետք է տեղյակ լինի, որ օրը եւ որ ժամին է ավականին նիստ գումարում։ Օրենքի պահանջն է այդ մասին պետք է տեղեկություն փակցվի համայնքի տարածքում վահանակներին, բայց շատ տեղերում հետ ցուցանակներն են բացակայում։ Միայն Չարենցավան քաղաքն է, որ 11 ցուցանակ պիտի լիներ առնվազն եւ ունի 12 ցուցանակ, այսինքն պահանջված նորմը գերազանցում է, մյուսների դեպքում այդ թիվը պակաս է։ Շատ համայնքապետեր համարում են, որ եթե իրենք համացանցում այդ հայտարարությունը հրապարակում են, որ ավականուն նիստ է լինելու, ուրեմն դա բավարար է, կարիք չկա այլևս ցուցանակների վրա դազ է տեղել, այնինչ օրենքի մեջ գրված էր հակառակը, պարտադիր պայման էր ցուցանակային իրազեկումը։ Ասպարեզակումբի ուսումնասիրությունները ցույց են տվել, ոչ բոլոր համայնքների դեպքում են ավականուն նիստերը ուղիղ եթերով հեռարձակվում։ Այդպիսի պարտավորություն ունեն 14 համայնքներ, բայց օրենքին հետևում են նրանց կեսը միայն։ Երևանը, Գյումրին, Էջմիածինը, Կապանը, Հրազդանը, Արարատը եւ Գավառը։ Մյուս համայնքապետերը ասում են, որ դեռ չենք հեռարձակում։ Խտրական է կառավարության վերաբերմունքը Երևանի ու մյուս համայնքների ավականիների նկատմամբ թուղթ ու գրչի, տրանսպորտի, բենզինի, քաղաքացիների հետ հանդիպման մասին ԶԼՄ-ներով հայտարարություն տալու համար Երևանի ավականուն ամսական բյուջեով տրամադրվում է 45,000 դրամ, մյուս համայնքներին տրամադրվող գումարը 3 անգամ քիչ է։ Ուրեմն Երևանի ավականու անդամների արյունը երևի կապույտ է։ Մնացած ավականու անդամների արյունը մի քիչ սովորական արյուն է, հայկական ծանր երևի ինչ որ Երևանի թիմի եւ ընդհանրապես թիմի մասին օրենքների միջի այս հակասությունը ակնհայտ խտրականություն է։ Այս խտրականությունը պիտի վերացվի։ Բոլորը գիտեն, որտեղ է գտնվում համայնքապետարանը, բայց նրանք կդժվարանան ավականու նստավայրը գտնելու հարցում։ Համայնքների գերակշռող մասում ավականիները մեկտեղ հավաքվելու հնարավորություն չունեն։ Պիտի աշխատանքային պատշաճ պայմաններ ստեղծվեն, որպեսզի այդ մարդիկ գնան կան նստեն, թուղթ է, գրիչ է, մարդկանց լսեն, հանդիպեն։ Մի կողմից էլ
Կարող ենք սա համարել ավականու չկայացման պատճառ։ Ասպարեզակումբի ուսումնասիրությունը նաև ցույց է տալիս համեմատաբար լավ է գործում քաղաքացիների ընդունելության ինստիտուտը, սակայն որոշ դեպքերում քաղաքացիները պատշաճ չեն տեղեկացվում համայնքապետի հետ հանդիպման օրվա եւ ժամի մասին։ Պատահականություն էր թե նախախնամություն, տարակուսում է Աշոտ Տիգրանյան մշակութային երաժշտական հիմնադրամի հիմնադիր նախագահը։ Ինքնաթիռում ծանոթացավ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ, խոսքը խոսք բերեց ու նախարարն առաջարկեց Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների շարքում Դսեղի տուն-թանգարանի տարածքի բարելավման ծրագիրը։ Աշոտ Տիգրանյանն էլ չերկմտեց ու համաձայնվեց։ Շատ հետաքրքիր, դե նորից ոնց որ ինչ որ աստծու կամք։ Լեոնիդ Կոգանիսյան, ջութակահար Աշոտ Տիգրանյանը 1986-ին մեկնեց եւ բնակություն հաստատեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Հիմնադրեց եւ ղեկավարեց ամերիկյան դասական համերգային կամերային նվագախումբը, հետո տեղափոխվեց Ֆրանսիա։ 30 տարի ի վեր հայրենիքում չէր եղել։ Անցյալ տարի եկավ եւ հիմնադրեց իր անունը կրող հիմնադրամ ու հայ-ամերիկյան նվագախումբը, որի կազմում երկու երկրների պրոֆեսիոնալ երաժիշտներ են։ Այս օրկեստրի իմաստը ոչ միայն նա էր, որ իմ գոլեգաները հայ ունենան հետարքիր զարգացման process, որը ես դրա վրա աշխատում եմ եւ աշխատանք, այլ ուզեցի կապել այդ երկու մեծ աշխարհների իրար։ Մի քանի օր առաջ ամերիկահայ հովանավորը այցելել էր Դսեղի տուն-թանգարան, տեղում ծանոթացել մշակույթի նախարարության նախագծին, որով նախատեսվում է կառուցել սանհանգույց, հուշանվերների կրպակ, այցելուների համար հանգստի գոտի, իսկ փայտե կոճղերից Թումանյանի հերոսների քանդակները։ Այսօր նախարարությունում ստորագրվեց հուշագիր։ Հիմնադրամը 8 միլիոն դրամ կտրամադրի շինարարական գործերի համար։ Աշխատանքները կսկսվեն եղանակները բարելավելուն պես։ Հայաստանում առայժմ միակ ձևավորված եւ պաշտոնապես ներկայացված նախընտրական դաշինքը ելքն է, որի մեջ մտնում են Լուսավոր Հայաստանը, քաղաքացիական պայմանագիրը եւ հանրապետությունը։ Այդ դաշինքի առանձնահատկությունն այն է, որ այստեղ գրեթե չկան մարդիկ, որոնք եղել են իշխանության մեջ, եթե չհաշվենք նախկին վարչապետ Արամ Սարգսյանին, որը պաշտոնավորել է մի քանի ամիս։ Քանի որ այսօր նորաձև է դարձել, որ երեկվա իշխանավորները այսօր դառնում են անդիմություն, ելքի այդ առանձնահատկությունը դառնում է շատ յուրահատուկ։ Իսկ ընդհանրապես կարող է արդյոք իշխանավորը մի քանի ժամում վերափոխվել եւ դառնալ անդիմադիր։ Օրվա գլխավոր թեման։ Պատգամավոր դառնալու համար շատերը պատրաստ են ցանկացած քայլի անգամ իշխանավորից դառնալ ընդդիմադիր։ Մեր համակարգացիները թերահավատորեն են վերաբերում այդ փոփոխությանը։ Նույն սցենարը նաև կրկնվել է 2008 թվականին, երբ որ օգտագործեցին ընդդիմադիր մի քանի ուժեր, ընդդիմադիր զանգվածի ձայները փախցնելու համար։ Եթե իշխանավոր էին, թող անեին ինչ որ կարող էին ժողովրդի վիճակը լավացնելու։ Հիմա նոր ընդդիմություն որ դառնի, չպիտի փոխվի։ Ոչ մի բան չեմ հավատում, ոչ մի ընդդիմադիր չեն։ Սովորական մամուլ ու շատ են գրում կերկեսային ներկայացում, ինչպես որ շատերն են կարծում ինձ թվում է, որովհետև չեն կարող 10-15 տարի իշխելուց հետո մեկ օրվա մեջ դառնել ընդդիմադիր։ Նոր ընտրական օրենսգրքով Հայաստանը դառնում է պարլամենտական երկիր, հետևաբար ապրիլի 2-ի ընտրությունները վճռորոշ են թե ակտիվ, թե վաղուց մոռացության մատնված քաղաքական ուժերի համար։ Ընտրապայքարի մեջ են մտել նախկին իշխանավորներ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Վիկտոր Դալաքյանը։ Այսօր նրանք անխնա քննադատում են իրենց նախկին քաղաքական թիմերին։ Դա քաղաքական մանևր է եւ իրականում այն բոլոր գործիչները, որը գնում են ճակերտներում ընդդիմական դաշտ, ընտրությունից հետո բարեհաջող վերադառնալու են։ Ոչ մի բան չի փոխվելու, նրանք կապված են իրար հետ խոշոր գումարային տնտեսական հարցերով։ Այսօրվա դրությամբ Հայաստանը ոչ մեկ աճ ու ձախ քայլ չի կարող անի առանց բիզնես գործնելու։ Յուրաքանչյուր ոք ինքն է որոշում ինչպիսի քաղաքական գործունեություն ծավալել։ Խնդիր չեմ տեսնում։ Կարծում եմ նոր այս ընտրական համակարգը հենց դրա համար է, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա ինքնադրսևորվի։ Ես մենակ հավատում եմ, որ Աստծուց վախեցող մարդ պետք է լինի, որ այս երկրի մասին մտածի, էլի, ու մեջ որ հավատ կա, ասենք խոսքը տալի, ամեն ինչ կփոխվի։ Նախկին վարչապետ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը դուրս է եկել Հայաստանի Հանրապետական կուսակցությունից եւ արդեն կան լուրեր, որ նա ամենայն հավանականությամբ կհանգրվանի Ծառուկյան դաշինքում։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ռեյտինգային ցուցակով է ցանկանում առաջադրվել նաեւ Հանրապետական Մհեր Սեթրակյանի որդին։ Այդ պատճառով չի բացառվում, որ նա եւս դուրս կգա Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ Անկեղծ ասեմ, ես չեմ հավատում, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը անդիմադիր է, զարմանում եմ, որ ժողովուրդը ոնց է լուրջ վերաբերվում այս ամենին։ Ինքը ուժեղ ազնվորություն է, ինքը լավ ազնվորություն է։
ղեկավար է մեծ պոտենցիալով։ Եթե կփորձի ինչ-որ բան կստացվի, մենք բոլորս ուրախ կլինենք։ Հովիկ Աբրահամյանի աշխատած վարչապետական տարիներին մենք տեսել ենք, թե ինչեր է արել եւ հանրապետական է եղել իր ամբողջ կյանքում, կարծում եմ, որ նույն սցենարը շարունակվում է։ Մեր համակարգացիների կարծիքով ստեղծված իրավիճակը հետևանք է նրա, որ չունենք իրական ընդդիմություն, չկան իրական լիդերներ, որոնք կարող են համախմբել ամբողջ դաշտը եւ հակակշիռ լինել իշխանություններին։ Ամբողջ խնդիրն այն է, որ նյութական ռեսուրսներին Հայաստանում տիրապետում են միայն նրանք, ովքեր կամ իշխանություն են, կամ նախկինում իշխանություն են եղել, որովհետև միայն իշխանություն ունենալու դեպքում է հնարավոր կուտակել այդ հսկայական հարստությունները։ Մնացածների առաջ խնդիր է առաջանում կամ փորձել քաղաքական պայքար մղել սեփական համեստ ուժերով, կամ էլ միանալ այդ հարուստներին։ Հարց է, ժողովուրդը պատրաստ է լսել գաղափարներ, թե ցանկանում է լսել իշխանության մասին կոշտ խոսքեր, իսկ լսելուց հետո իր ընտրությունը պայմանավորված կլինի արդյոք այդ կոշտ կամ մեղմ խոսքերով, թե պայմանավորված կլինի շահերով։ Շահն անշուշտ առաջին հերթին նյութական է, եւ դա նորմալ է։ Եթե մարդը վստահ է, որ շահելու է 10,000 դրամ, նա կգնա 10,000 դրամի հետևից։ Եթե նա կարծի, որ լավ խոսքերի արդյունքում կստանա 11,000 դրամ, նա կգնա այդ լավ խոսքերն ասողների հետևից։ Նույն արատավորվածների եւ չարատավորվածների միջև ընտրություն են կատարում թե կուսակցությունները եւ թե անհատ քաղաքացիները։ Ելքում հավաքվել են քիչ թե շատ չարատավորված մարդիկ, ինչն իհարկե դրական փաստ է։ Գուշակել ինչ են անելու կամ ինչ չեն անելու այդ դաշինքում հավաքված գործիչները այնքան էլ ճիշտ չէ։ Քաղաքացիները պետք է ոչ թե գուշակեն, այլ քվեարկեն այս կամ այն ուժին, եթե վերջինիս մոտեցումը իրենց դուր է գալիս։ Ամեկ լուսի զրուցակիցն է Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը։ Պարոն Սարգսյան, ենթադրենք ես իշխանավոր եմ, դրանից բխող բոլոր այդ թվում նաև նյութական հետևանքներով։ Մի քանի ժամից ինձ հանում են կամ ես դուրս եմ գալիս, դառնում եմ ընդդիմադիր եւ սկսում եմ քննադատել հանցավոր ռեժիմը։ Ինչ որ ադապտացիոն, ինչ որ շրջան պետք է ակլիմատիզացիայի, որ ես իշխանությունից դառնամ ընդդիմադիր, թե մի անգամից կարող եմ դառնալ։ Գիտեք, եթե մարդը 59 տարեկան հասակում որոշում է իր անցած ամբողջ ուղին համարել սխալ եւ նոր էջից սկսել, մարդը պիտի այդ մասին հայտարարի, ընդունի իր սխալները, ասի, որ այս տեղերում եմ սխալ գործել, դրանից հետո արդեն հանրությունը կորոշի իրեն ադապտացիա պետք է թե չէ։ Դա կախված է նաեւ քաղաքական իրավիճակից։ Եթե հանրությունը փողոցում է բողոքում է ու մեծ հանրություն կա փողոցում, ու այդ մարդը գալիս է հարթակ ու ասում է ես էլ ասելու բան ունեմ, իշխանության մեջ էի, բայց տեսնում եմ, որ այսպես չի, ժողովուրդը այլ կերպ է մտածում ու ժողովուրդը կարող է սուլել, կարող է չսուլել, ես չգիտեմ, չեմ կարող ասել։ Բայց իմ համար, քանի մարդը չի ընդունել, որ իր նախկին կյանքը սխալ է ապրել, որ սխալ ընտրություն է կատարել 2003-2008 թվականներին ղեկավարելով տարբեր ոլորտներ, այլ ինքը իր իշխանության դուրս գալը, իրեն իշխանությունից դուրս մնալն է համարում հիմնական դժբախտություն, այստեղ հանրության ընկալումը մեկն է, որ սա կամ իշխանական խաղ է, կամ պարզաբիժնիկություն։ Դուք էլ եք վարչապետ եւ որոշ ժամանակ հետո դարձաք ընդդիմադիր։ Այդ շրջանը ինչպես անցավ։ Ես վարչապետ ժամանակ ընդդիմադիր եմ եղել եւ հայտնի է եղել իմ ու Ռոբերտ Քոչարյանի հակասությունները։ Իմ ամբողջ վարչապետության շրջանում չեք գտնի մի նախադասություն, որտեղ ես նախագահի գործունեությունը գոված լինեմ կամ խրախուսեմ նրա որևէ արանք։ Ու ինձ հեռացրել են վարչապետի պաշտոնից, վարչապետի պաշտոնում ընդդիմադիր լինելու պատճառով։ Ելք դաշինքում ու թարմ ընդդիմադիրներ են, այսինքն այն մարդիկ, որոնք իշխանության հետ գրեթե կապված չեն եղել։ Դա պատահականություն է, թե դա օրինաչափություն է ձեր կարծիքով։ Իմ կարծիքով հստակ օրինաչափություն է, հասել է սերունդափոխության ժամանակը։ Ես շփվում եմ դաշինքում ներգրաված այդ երիտասարդների հետ, հավատացեք, դրանք անկախության սերունդ են, 21-րդ դարի սերունդ են, այս ինֆորմացիոն մեխանիզմները, հնարավորությունները ինֆորմացիան դաշտի համակարգիչների հայ երիտասարդին դարձրել են աշխարհի քաղաքացի։ Ինքը այլ կերպ է ուզում ապրել, ուզում է ապրել հիմա։ Իր համար այդ փողի չափանիշները չեն, բոլորը չեն քարթու ռաբիս։ Հավատացնում եմ ձեզ, որ հրաշալի երիտասարդություն կա, որը փոփոխություն է ուզում, եւ այդ երիտասարդությունը ասելիք ունի, ու այդ երիտասարդությունը տեղ է ման գալիս։ Այն կուսակցությունները, որտեղ 19-20 տարով նույն մարդիկ են նստած, ովքեր անցյալ ունեն եւ այլ, այդ երիտասարդը շանս չունի։
Ինչքան սպասի, որ այդ ծերերը դուրս գնան, որ իրեն հերթը հասնի, դրա համար իրենք ձևավորում են նոր կուսակցություններ, այնպես ինչպես ասենք Նիկոլ Փաշինյանի քաղաքապայմանագիրն է, այնպես ինչպես Էդմոն Մարուքյանի Լուսավոր Հայաստանն է, եւ այստեղ իրենց դրսևորում են մեր հետ համագործակցության պարագայում, ես չեմ համարում, որ մենք ծեր կուսակցություն ենք, ես էլ այդքան տարիքով մեջ չեմ, բայց բավականին փորձ կա, վստահաբար եմ ասում, որ մենք փոխ լրացնում ենք։ Ինձ դա հաճույք է պատճառում։ Կարծում եմ իրենք էլ այն հարգանք ու վերաբերմունքը, որը այդ երիտասարդների կա իմ հանդեպ, ես տեսնում եմ, որ օգտակար է թե իրենց, թե ինձ։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցն էր Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը։ Մեր քաղաքականության վետերանները հիշում էին հին ժամանակները, բայց չէին կարողանում հիշել, թե ում մասին է խոսքը եւ ով ինչ է արել։ Երկար փնտրտուքից հետո անունը այդպես էլ չհնչեց։ Դիտեք նաև մեր վերջին խոսքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Մենք կհանդիպենք ուրբաթ օրը։ Ով էր պաշտպանության նախարարը այն ժամանակ, երբ որ այդ շտաբի պետը թալանում էր։ Ով էր։ Ով էր թույլ տվել դա։ Ով էր։ Ես իմ ով էր, դու ասա։ Имя, сестра, имя! Назови мне его имя, сестра!